Բարին հայերին, լավ եք։ Նախորդ անգամ ձեր հետ կիսվեցի շրջապատի կամ շրջապատ միջավայրի վարքագծի կամ մարմինը ինչ անում է, մտածողության կամ կարողության սովորած բաների ու համոզմունքների կամ հավատալիքների։ Այսօր ուզում եմ ձեր հետ կիսվեմ, թե ինչ են արժեքները ու ինչից են բաղկացած և թե ինչից է բաղկացած անհատականությունը ու հետո ոնց եմ ես տենում մարդկային հոգեբանությունը ամբողջությամբ։ Բայց մինչև այդ մի փոքր անձնական ուզում եի կիսվել ձեր հետ։ Ես փոքրուց էլ լավություն անել սիրել եմ ու մի անգամ մի հատ մուլտֆիլմ նայեցի, ուրեմն տենց աղոտ, ուրեմն մեկը մեկին խորհուրդ է հարցնում, այսի սրան ասում է գնա մի հատ մեշոկ ճարի ու ամեն օր մեկին լավություն արա ու մի հատ քար գցի այդ մեշոկը։ Շատ դուրս եկավ ու ոնց որ տալիսման դառավ իմ համար ու տենց ես էլ սկսեցի քար գցել փոխաբերական իմաստով ու ամեն անգամ լավություն անելուց իմ մեջ ինձ շատ լավ էի զգում, բայց այդ դարձավ ոնց որ իմ ինչ-որ կարիքի լրացում։ Եվ դուք, որ ասում եք սառոշկե ճմրթած է, ճպսնում ես, դու թող մեր վարչապետը ու պետությունը կանի, կամ Արձաքանցյանի բարեկամն ես, ձեզ ասեմ, որ հարգելիներս, այդ կարիքի լրացումը մեկ-մեկ տենց քարերով դարձել է կյանքի նպատակ, բայց մասշտաբը արդեն մեծ ու նպատակակետը նույնն է։ Ես ավելի շատ կարամ միանգամից մարդկանց լավություն անեմ, ինչ ֆորմատով որ էդ էլ լինի, թե էս, թե ուրիշ, բայց կարևորը նպատակակետը նույնն է մնում։ Ու ամեն մեկը թող իր անելունը անի։ Դուք էլ ուղղակի կենտրոնացեք իմ նվիրած թեմաներին ու ձեզ լավ կլինի։ Իսկ մնացածի համար էլ իմ ծանոթ, ընկեր կամ բարեկամ կամ մարդիկ ով լսել են ու չեն հանդիպել շփվել, ես նույն գերանն եմ, մի քանի բան էլ ավել, ծրագրեր։ Ապերը ասում է, որ ինձ ուրիշ ձև գիտեր, ասում եմ, ոնց, են պաջեզդը պպզած, են թաղը բազարանելուց, են մարոժնյանոցը, են պիվնոն, թե որ կրվի վաղտ անծանոթը ասում էր գերայի բարեկամն եմ, որ եր բան չասեն, թե օգնելուց մարդկանց հասնի, ապերս կյանքի պահերը, պայմանները ստիպում են հարմարվել։ Ու եթե անհաջողության դեպքում կարևորը որ փոխակերպենք այդ անհաջողությունը օգուտի սերմի, ոնց որ ես։ Ու հիմա շատ մարդկանց եմ կարում լավություն անել, որը իմ առաքելությունն է դառել։ Այսօրվա թեման մի քիչ տենց ոնց ասեմ, բան էլի, ուղեղ վառող է, բայց էսի են կաթիլ թույնն է, որ ձեր օրգանիզմը սովորի դրան։ Ու երբ ձեզ թույնեն, ձեր վրա չազդի փոխաբերական իմաստով։ Դե հիմա անդրադառնանք արժեքներին, տենանք ինչից են բաղկացած։ Արժեքները ներառում են նաև կարիքներ, անհրաժեշտություններ, առաջնային կարիք, հոգեբանական կարիք, ֆիզիկական կարիք։ Արժեքների մակարդակում մոտիվացիա կա, մտադրություն կա։ Նպատակները մարդու ներքին արժեքների արտաքին արտացոլումն են։ Որ ասում են ասա ինձ քո նպատակները և ես կասեմ թե ով ես դու։ Այսպիսով արժեքների մակարդակում մենք դեռ ունենք կարիքներ,
Մեր համար այս բաները կարևոր են, դրանք արդեն մեր մեջ ներդրված են ոնց որ գենետիկորեն։ Ամենակարևոր կարիքներն են սերը, անվտանգությունը, հարգանքը, ու սա այն բանն է, որ պիտի բավարարվի ցանկացած դեպքում։ Ու եթե այս կարիքները իրա բավարարումը ինչ-որ կերպ տեղի չի ունենում, ապա այն սկսում է աղավաղել անհատականությունը։ Ու այսպես կոչված սուբլիմացնել, փոխարինել այդ կարիքների բավարարումը։ Օրինակ, հարմարվել են փաստին, որ որոշները չեն բավարարվում։ Սա բնավորության գծերի փոխարեն դառնում է որոշ ռազմավարություններ, մետածրագրերի որոշակի ամբողջություն, որոնք արդեն կարգավորված են դերերով ու մասերով։ Օրինակ, որքան ավելի շատ է խաթարվում կարիքները, այնքան ավելի քիչ է մարդը հասանելիություն ունենում կենսական նշանակություն ունեցող վիճակներին ընդհանրապես։ Ինչն էլ կարող է պակաս հոգևորը զգա, որ նրա ավելի մեծ կարիքը գնդակահարվել է փոխաբերական իմաստով, քանի որ անհատականության կեղևը, որը բաղկացած է բնավորության գծերից ու դերերից, մեծ մասամբ ամենաուժեղ խոչընդոտն է։ Ինչ է տեղի ունենում այդ վաղտ։ Ոնց որ հոգեբանականը առանձնանա հոգևորից։ Այս նաև կոչվում է ամուր կճեպ, որը խանգարում է։ Բայց երբ մենք սովոր ենք թույլ տալ մեզ զգալ զգացմունքներ ու հաղթահարել այդ տրավմաները, մենք ոնց որ ներքևից վերև կսկսենք սենց անցքեր բացել այս կճեպի առաստաղին, ու այդ անցքերի միջով էական վիճակների լույսը կսկսի թափանցել։ Ենթամակարդակներում էական վիճակը գտնում է ամենավերևում գտնվում է։ Դերերը մի փոքր ցածր ու ավելի ներքև բնավորության գծերը։ Դա անհատականության մասերի ամբողջությունն է, որոնք կազմում են մեր ինքնագնահատականը։ Այս կերպ կարիքները պետք է բավարարվեն որոշակի կերպով։ Հիմա նայենք այս կարիքներին։ Ամեն ինչ անգիտակից է այնքանով, որքանով այն առկա է։ Օրինակ, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա, այդ կարիքների իրականացման տեսանկյունից ես պետք է ունենամ իրականացման չափանիշներ։ Ուստի կարիքների իրականացման չափանիշներն են առաջին հերթին ամենաբարձր արժեքները, որոնք մեր գենետիկորեն ծրագրավորված կարիքների որոշակի արձագանքն են։ Նաև ամենակարևոր արժեքները այն են, երբ ինչ-որ բան կարևոր է մեզ համար, ինքնին, ինչպես ազատություն, սեր, բարեկամություն, միասնություն ամբողջ աշխարհի հետ, սրանք վերջնակետային արժեքներն են, այսինքն մեր բարոյական հիմքն է, առանց որի մենք չենք կարող ապրել, ընդհանուր առմամբ։ Երբ մարդը հանցագործություն է կատարում, նրան փորձում են զրկել ազատությունից։ Հոգեբանական տեսանկյունից նրան զրկում են վերջնական արժեքներից։ Սարսափելի պատիժ է մարդուն զրկելը տեղաշարժի ազատությունից։ Բարձր արժեքները մարդուց խլվում են նրա արածի պատճառով։ Բարձր արժեքները ունեն որոշակի չափանիշներ։ Ինչ է սա։ Գործիքային արժեքներ։ Դրանք գործիքներ են, որոնք օգնում են վերջնական արժեքների իրականացմանը, դրանց հասնելուն։ Վերջնական արժեքներն էլ կարիքների իրականացման չափանիշն են։ Հիմա մենք այս ամենը կհավաքենք ու կշարունակենք առաջ գնալ։ Ունենք վերջնական գործիքային զգայական արժեքներ։ Զգայականը նման է գործիքայինի։ Ու ինչպես հասկանամ, որ իմ գործիքային կամ տերմինալ արժեքները իրականացվում են չափանիշների միջոցով։ Օրինակ, ես վերջնական արժեք ունեմ, ազատություն։ Ազատության տանող գործիքային արժեքը ամենից
հաճախ պետք է լինի պատասխանատվությունը, որը տանում է դեպի ազատություն։ Այսինքն, եթե պատասխանատվություն եմ ստանձնում, դա ընդլայնում է իմ ազատությունը, իմ ազատության գոտին, որպես ամբողջություն։ Դե գոնե ինչու։ Ես սկսում եմ արդեն ավելի շատ գումար վաստակել, ու սա ինձ ավելի շատ ազատություն է տալի, ասենք բուժման համար, ճանապարհորդելու համար եւ այլն։ Ամեն դեպքում կան այլ ասպեկտներ եւս, պարզապես հիմա ճանրադառնանք։ Այսպիսով գործիքային արժեքը պատասխանատվության չափանիշ է։ Ինչ է պատասխանատվությունը։ Այն բաղկացած է որոշում կայացնելուց։ Այստեղ կլինեն առնվազն մի քանի արժեքային չափանիշներ, օրինակ որոշում կայացնելը ժամանակին հասնելու համար կարողանալ պլանավորել ժամանակը, կառավարել ժամանակը, նյութական ռեսուրսները եւ այլն։ Սրանք բոլորը պատասխանատվության գործիքային արժեքի չափման չափանիշներն են։ Սա էլ իր հերթին չափանիշ է զգայականին, օրինակ մենք վերցնում ենք ու ընդունում ենք լուծումներ որպես արժեքային չափանիշներ։ Այն պետք է արտահայտի զգայականորեն։ Ինչ ձևով, սա նշանակում է, որ ես կարող եմ տեսնել այն, լսել այն, զգալ այն, հոտոտել ու համտեսել որոշումների կայացնելուց։ Ինչպես է այն արտահայտվում զգայականորեն, որոշակի չափելի արդյունքում։ Այդ արդյունքը, որը կարելի է տեսնել, լսել, զգալ, զգայական չափանիշ է։ Արժեքային զգայական չափանիշ։ Մարդու ներքին արժեքների արտաքին արտացոլումն է նպատակը, ոնց ասի։ Եվ եթե դուք նպատակ չունեք, ապա ձեր կյանքը աննպատակ է, կամ կարծես արժեք չունի, կյանքից արավ չկա։ Օրինակ, համակարգիչը ունի լրելային կարգավորումներ, չէ՞։ Մարդը ծնվում է, ոչինչ չի տեղադրում, ոչ մի թարմացում չի անում, ենթադրենք համակարգիչը ձեր ուղեղն է, ու այն ունի գործարանային կարգավորումներ, այսինքն երբ մարդը որոշակի նպատակներ է դնում, նա որոշ ծրագրեր է տեղադրում, փոխաբերական իմաստով։ Ու նրա Windows-ը, ասենք, անդադար թարմացվում է, քանի որ նա սովորում է։ Եթե չի սովորում, դժգոհում է իր Windows տարբերակից, որովհետև նա ունի առաջին Windows-ը, ինչ-որ բան էլ ձեռք է բերել կյանքի փորձից ու վերջ, ունի Windows 2-ը, բնականաբար շարժիչ ուժը նվազում է, ու ամեն ինչ նույնն է մնում։ Նպատակները կարող են լինել լրելային, ոնց ասի, այսինքն այնպիսի պարզ բաներ, որոնք գրի առնելու կամ պլանավորելու կարիք չունեն, օրինակ մանրամասը նկարագրել ամեն ինչ, հաշվարկել յուրաքանչյուր քայլ եւ այլն։ Այսինքն այս ամենը պարտադիր չէ, կա միայն նպատակ ու վերջ։ Ասենք այս տարի վաստակեմ շատ գումար, որ մյուս տարի գնամ ինչ-որտեղ հանգստանալու։ Տեսականորեն անգամ որոշ մարդիկ նման նպատակներ չունեն նույնիսկ։ Եվ որքան փոքր է մարդու նպատակը, այնքան վատ է մարդու կենսամակարդակը։ Եվ հիմա այսպիսի հասկացություն, ինչպիսին է անհատականությունը, որը սկզբունքորեն գոյություն չունի, այն գոյություն ունի որոշակի մտավոր գործընթացների տեսքով։ Ինչպես է կարծում, ինչից է այն բաղկացած։ Բոլոր հիմքում ընկած նյարդաբանական մակարդակներից։ Անհատականությունը հետևյալն է։ Այն ի հայտ եկող հատկություն է, այսինքն հատկություն, որը առաջանում է բոլոր հիմքում ընկած մակարդակների փոխազդեցության արդյունքում։ Այսինքն դա բարդ համակարգ է, քանի որ այստեղ կան զգայական կարողությունների շատ տարբեր հիերարխիաներ։ Անհատականության մակարդակում նույնպես կա հիերարխիա։ Մարդու անձնական կազմակերպվածությունը ամենաբարդն է, քանի որ այն ներառում է արժեքներ, համոզմունքներ եւ արդեն որոշ մետածրագրեր։ Կա այսպիսի հասկացություն, ինչպիսին են դերերը կամ բնավորության գծերը եւ էությունը։ Այսինքն
անհատականության մակարդակը կարող ենք բաժանել ևս 3 մասի։ Կա էություն, ու դա նման է, ասենք, սեր, գոյություն, միասնություն, ինքդ քեզնից ավելի մեծ բանի հետ, ընդունում, հանգստություն։ Սրանք այն վիճակներն են, որոնցով մարդը ծնվում է, էության վիճակները։ Սա շատ նուրբ վիճակ է, սահմանակից է հոգևոր վիճակին, այսինքն սրանք կիսահոգևոր էական վիճակներն են, դրանք գալիս են, ապա անհետանում են։ Այս էական վիճակները շատ են նկարագրվում մասնագետների, հոգեբանների, էզոտերիկների ու այլնի կողմից, ու արդեն ընդունվում է որպես փաստ։ Անհատականությունից առաքելություն այդքան կտրուկ անցում չի կարող լինի, դրա համար որտեղ կա հարգանք, որը հիասթափված է, նաև սեր, ընդունում, որոնք նույնպես հիասթափված են, անվտանգություն։ Իրականում կարող ենք ասել նաև, որ հիասթափված է էական վիճակը, այսինքն հոգևոր վիճակը, եւ բացում է ինչ-որ հոգևոր դատարկություն, որը դուք անընդհատ ուզում եք լցնել ինչ-որ որոշ գործողություններով։ Ինչու է էության մակարդակը ավելի բարձր, քան բնավորության գծերը եւ դերերը, քանի որ նրանից հաջորդ մակարդակը վերաբերվում է հոգևորականությանը։ Քանզի սա անհատականությունն է, արժեքներ, համոզմունքներ, մտածողություն, մարմնի վարքագիծ եւ այլն։ Ես կասեմ, նախատեսված է էությունը միասնության վիճակին հասցնելու համար։ Այսպիսով անհատականության մասերը, ասենք, դերերի տեսքով։ Օրինակ, ես հայր եմ կամ ես մայր եմ։ Դուք չեք կարող միայն մայր կամ հայր լինել, դուք նաև կին եք, եւ միևնույն ժամանակ շատ նման դերեր կան։ Դերերը ամենից հաճախ արձագանքում են որոշակի սոցիալական համատեքստի մեջ, ակտիվանում են որևէ դերեր ու բոլորը հասկանում են, թե ինչ սպասել այս դերից։ Ասենք, ես լինելով այդ դերը, գիտեմ ինչ պետքա տամ ու ինչ են սպասում ինձանից։ Ահա ինչու եմ կարծում, որ մետածրագրերը, բնավորության գծերը դերերից ցածր են, որովհետև բնավորության գծերը որևէ դերի կույտ են։ Այսինքն, եթե վերցնենք 20 բնավորության գիծ, ասենց հավաքածու, որը որոշակի տեղակայված է որոշակի հաջորդականությամբ, դա կդառնա որոշակի դեր։ Օրինակ, կա մոտիվացիա, լավ առաջնորդի դերը, այն է, որ պետք է ունենա մոտիվացիա եւ այլն։ Եվ այս ամբողջ անհատականությունը կազմված է մոտավորապես այս բաղադրիչներից։ Այն գոյություն ունի ինչ-որ բանի համար, եւ դա առաքելությունն է։ Բոլորն էլ ունեն իրենց սեփական առաքելությունը։ Ինչ է իմաստը մարդու համար եւ ինչ է առաքելությունը։ Հոգեվորականությունը հենց ինքդ քեզնից մեծ բան լինելն ու դրա համար ինչ-որ բան անելն է, այսինքն բոլոր մարդկանց համար ինչ-որ լավ բան անել, որպեսզի մարդկանց համար կյանքը ավելի լավը դառնա։ Սա հոգևոր իմաստի ամենապարզ ըմբռնումն է։ Եվ հաճախ մենք մեր աշխատանքը կատարելով, մենք անգիտակցաբար դառնում ենք մեր բոլորի մասնիկը, այսինքն մեկ մարմին։ Օրինակ Աստված է, իր ֆիզիկական մարմինը, դա բոլոր մարդիկ միաժամանակ են։ Մի հայեցակարգ, որը մարմնից վեր է, այսինքն երբ բոլոր մարդիկ միաժամանակ Աստված են, որպես ամբողջություն։ Եվ մենք կարող ենք մեկ մարդու օրինակը օգտագործենք այս փոխաբերությունը բոլոր մարդկանց վրա փոխանցելու համար։ Օրինակ, ուղեղի բջիջները նույնպես անընդհատ մահանում են եւ վերածնվում։ Մարդկանց մոտ նույնպես պատկերը անընդհատ կրկնվում է, թարմացվում է։ Առաքելությունը դա անցնում է հանգստից դեպի հոգևորը, մարմնից դեպի անսահմանություն ու անվերջ իմաստ։ Սա հոգևոր մասնիկ է, որը կարծես մեզ չի պատկանում։
Սա ինձ համար հոգևորականության միակ ողջամիտ տրամաբանական բացատրությունն է։ Առաքելությունը նաև ողնաշարն է, այն սյունը, այն իմաստը, որի վրա հիմնվում են բոլոր նյարդաբանական մակարդակները, եւ մեզ առաջին հերթին անհրաժեշտ է գտնել կյանքի իմաստը։ Հիմա եկեք ամեն ինչ կապենք իրար։ Ջուրը, սնունդը, շրջակա միջավայրը։ Սնունդը սնվում է արևով եւ շրջակա միջավայրով։ Մենք ուտում ենք սնունդ, մարմինը մարսում է այն, առաջացած կենսաքիմիան եւ էլեկտրականությունը մեզ տալիս են մտածողություն, պատկերներից, ձայներից, զգացմունքների տեսքով։ Այսինքն մենք ֆիզիկայից անցնում ենք քվանտային, ապա տեղեկատվային աշխարհ։ Այսինքն նյութական մակարդակը ծնում է տեղեկատվական մակարդակ։ Այսինքն մենք, այսպես ասած, ֆիզիկապես տեղեկատվական էակներ ենք, հիմնվելով այս մակարդակների վրա։ Մենք որոշ բաներ ենք ուտում, դրանք վերածվում են էներգիայի, կենսաքիմիայի։ Այս էներգետիկ կենսաքիմիան մեր մտածողության մեջ ներկայացված է հնչյունների, պատկերների եւ մեր արտասանած զգացմունքների տեսքով։ Կա ներքին երկխոսություն, խոսք եւ այլն։ Սա կրկնվում է շատ անգամներ ու դառնում են մեր համոզմունքները։ Եվ այս համոզմունքները բաղկացած են ձայների եւ զգացմունքների պատկերներից։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք մտածողության մակարդակի եւ դրա անտեսման մասին այս պահին, ապա մենք ասում ենք, որ մտածողությունը միաժամանակ բաղկացած է էլեկտրաէներգիայի եւ սննդի կենսաքիմիայից։ Եվ հիմա մենք գնում ենք ավելի բարձր։ Արժեքները կազմված են համոզմունքներից, այսինքն այս տարերի պատկերների, ձայների, զգացմունքների, բառերի բազմությունը, որոնք կրկնվում են բազմիցս, մեր արժեքներն են, այսինքն արժեքավոր է դառնում այն, ինչը բազմիցս հղկվել է։ Սա գործողության սկզբունք է, արձագանքման եղանակ, մտածողություն եւ գործողության եղանակ, մոդուս ամպերանդ մի խոսքով։ Համոզմունքների սերմանումը բազմիցս կրկնված արժեքների ամբողջությունն է եւ ինչից է կազմվելու անհատականությունը։ Այսինքն արժեքները բխում են կարիքներից։ Ունենք կարիք եւ մեր գիտակցությունը փորձում է գիտակցել այդ կարիքները, սովորելով դրան գիտակցել մտածողության, համոզմունքների ու արժեքների ձևավորման միջոցով։ Անհատականությունը դա մասեր են։ Մասերի փոխազդեցություն է։ Իրար միջև մեկ մասը ներկայացնում է ենթամասեր։ Մասամբ մասերը բաղկացած են արժեքներից, համոզմունքներից, մտածողություն, վարքագիծ եւ միջավայր, եւ սա է ամբողջը։ Ստորին մակարդակները ֆիզիկական նյութ են, կոպիտ, խիտ էներգիա է, միջինը ավելի նուրբ, մտավոր էներգետիկ, տեղեկատվական, եւ այս տեղեկատվական էներգիան վերածվում է ավելի նուրբ էներգիայի, հոգեվոր։ Առաքելության մակարդակում էական վիճակի հետ մեկտեղ եւ հավանաբար մենք հաստատ չգիտենք, երբ մարդը մահանում է, կարող է ինչ-որ մաս մնում է հոգու տեսքով ու գուցե այն կրկին անցնի կյանքի, գուցե վերև, գուցե ներքևով, գիտի վերևն ու ներքևը։ Տիեզերքում այնքան հարաբերական հասկացություն է, քանի որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, չէ՞։ Այսպես որ Աստված գիտի, թե որտեղ է վերևը, որտեղ է ներքևը, ստե ամեն ինչ վեր ու վար է բոլոր ուղղություններով։ Ահա թե ինչու է անհասկանալի, թե ուր է այս ամենը տանում։ Ուստի մենք ունենք ավելի շատ մակարդակներ, քան Ռոբերտ Դիլսի առաջարկած 6 մակարդակը։ Եվ այս ամենը իրականում գոյություն ունի։ Եվ կա հոլոգրաֆիկ վիրտուալ իրականություն։ Այն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ձեր ուղեղի ապարատային մասը։ Եվ այդ ժամանակ սկսվում է այն,
ինչը կոչվում է համակարգային մտածողություն։ Կա էներգիայի նման հասկացություն, դա զարգացող հատկություն է, այսինքն երբ մենք օրինակ տարբեր տեսակի տարերից ստանում ենք բոլորովին երրորդ բան։ Ասեմ կատարելության ամենապարզ օրինակը։ Հանդիպում են տղամարդն ու կինը։ Այսպիսով մեկ գումարած մեկ, ինչ կլինի։ Հավասար է ինչի։ Գուցե 3, գուցե 4, գուցե նույնիսկ 5, պարզ է, չէ։ Այստեղ ավարտվում է տրամաբանությունը, այսինքն պատճառահետևանքային կապի քողի տակ ավարտվում է սովորական տրամաբանությունը, մարդկային տրամաբանությունը եւ սկսվում է համակարգային մտածողությունը կամ էներգիա։ Ու այսօր աշխարհը ավելի ու ավելի է շարժվում դեպի այս էներգիան, ինտերնետի, բլոկչեյնների եւ այլնի հետ մեկտեղ։ Սա միայն սկիզբն է, ներողություն։ Բայց գաղափարն այն է, որ ստե մենք արդեն հատել ենք շեմը, երբ կարող ենք կապվել այլ մարդկանց հետ եւ գաղափարները սկսվում են ծնվել ձեր հասկացողությունից այն կողմ։ Նույնը ուղեղը, երբ ծնվում են նկարները, տարրերը կապվում են միմյանց հետ որոշակի համամասնություններով։ Ահա վիրտուալ աշխարհը։ Եվ նորից, երբ մենք տեսնենք գանգը, այնտեղ կտեսնենք ինչ-որ ջուր, կենսաքիմիական տարրեր, բայց մենք չենք տեսնի հիշողությունների որոշակի պատկերներ, խոստումների խոսքեր, հույզեր եւ այլն։ Սա ամբողջությամբ ի հայտ եկող հատկություն է։ Կամ ինչ ենք մենք անում, երբ մեկին ասում ենք հիշի կամ պատկերացրու մի պատկեր եւ այլն։ Մենք հավանաբար կարող ենք ասել, որ պատկերները գոյություն ունեն։ Կան նաեւ ներքին ձայն, կա ներքին լսողական երկխոսություն, տեղեկատվական էներգիա։ Ուզում եմ ասել, որ որքան բարձր ենք բարձրանում տրամաբանական մակարդակներում, այնքան ավելի է բարդանում եւ ինչպես կարող է այս մակարդակի միասնական ամբողջական համակարգը ավարտվել անհատի մակարդակով։ Ֆիզիկական, տեղեկատվական եւ հոգեբանական։ Եվ այս մակարդակում ամբողջ էներգիան վերածվում է ավելի նուրբի։ Եթե վարքի մակարդակում մենք ֆիզիկական նյութ ենք, անձնական մակարդակում մտավոր էներգետիկ տեղեկատվական, էներգետիկ տեղեկատվություն ոնց որ։ Եվ այստեղ այս ամբողջ տեղեկատվական էներգիան վերածվում է ավելի նուրբ էներգիայի, հոգևոր էներգիայի։ Առաքելության մակարդակում կոպիտ էներգիան այն է, որը ավելի խիտ կենտրոնացված էներգիա է, մարմնական էներգիա է, կենսաքիմիա է։ Այսինքն, ինչպես ենք էներգիա սպառում ապրելու համար։ Օրինակ, ավելի նուրբ էներգիա արտադրելու համար կոշտ էներգիան, նարինջը, խնձորը, որոշ ընկույզներ, բոլոր սպիտակուցները շատ կարծր էներգիա են պարունակում, ինչը պահանջում է մեծ քանակությամբ էներգիա մշակման եւ մարսողության համար։ Ուստի այս էներգիան, որը մենք սպառում ենք, շատ կոպիտ ու կարծր էներգիա է։ Եվ նա սկսում է կերպարանափոխվել զգայական էներգիայի։ Սա արդեն տեղեկատվական զգայական էներգիան, նույնպես կենսաքիմիական զգայական է։ Չնայած այն խլում է համոզմունքների ու արժեքների մի փոքր մաս, որովհետև արժեքները ներկայացված են հոգեկանի եւ տեղեկատվության մեջ ընդհանուր առմամբ վիճակների տեսքով եւ շարունակվում են կարծես հոգևոր էներգիայի, ավելի նուրբ, այնքան նուրբ, որ մազի 10,000-րդ մասն է կազմում։ Ու մենք հաստատ չգիտենք, թե երբ մարդը մահանում է, ինչ որ մաս մնում է հոգևոր տեսքով։ Ու գուցե այն նորից անցնի կյանքի, գուցե նորից վերադառնա կոպիտ էներգիայով։ Այսպիսով սա է մեզ կապում տիեզերքի բարձրագույն ուժի կամ ինչպես ուզում եք անվանեք։ Եվ տրանսի վիճակում մենք օրինակ նվազեցնում ենք անհատականությունից եկող այս ազդանշանը եւ ուժեղացնում ենք հոգեվոր ազդանշանը։
եւ հասնում է հոգեվոր մակարդակի։ Եվ այն, ինչ ես ուզում էի ձեզ ասել նյարդաբանական մակարդակների մասին, թե ինչպես եմ ես տեսնում մարդկային հոգեբանությունը ամբողջությամբ։ Այս շատ կարևոր թեմա է իմանալու համար, որովհետև հետագայում ես ձեզ կասեմ, թե ասենք, եթե մարդը ինչ-որ պրոբլեմ ունի, ինչ ձևով մենք կարանք օգնենք նրան, օրինակ, եթե պրոբլեմը շրջակա միջավայրն է, որ կետից կարող ենք այդ պրոբլեմին լուծում տալ։ Եվ շատ օգուտներ կան այս մակարդակները իմանալով, որովհետև արդեն մարդու հետ շփվելիս նրա վարքագծից կարաս հասկանաս նրա համոզմունքները, արժեքները, ինչ առաքելություն ունի եւ այլն, շատ մեծ թեմա է։ Ընթացքում ուղղակի ես հիմա ուզում եմ իմ պատրաստած 3 թեմաները ասենց ամբողջությամբ ձեզ ներկայացնեմ ու հետո ամեն թեմա, ասենք հիմա կարամ դրանից հետո այս մակարդակներից յուրաքանչյուրը ավելի մանրամասնենք ու դրա օգտագործելու ձևերը ձեր հետ կիսվեմ, որ ինչ ձև կարաք համ ձեզ օգնեք, համ ուրիշներին օգնեք։ Ուրախ եմ շատ ձեր հետ շփվելու համար, հույս ունեմ ու հույս չէ, արդեն դարել է համոզմունք, որովհետև արձագանքներ կան, որ այս իմ տված տեղեկությունները շատ-շատերի համար նոր տեղեկություններ են ու ոնց որ անցած թեմաներ հաջողությանը հասնելու այդ կետերը, դրա հասկանալը ու կիրառելը մի անգամից մի օր հետո արդեն իրան զգացնել է տալի իրա գումարածները։ Նենց որ այսօր այսքանն էի ձեր համար պատրաստել, հայր ջան, բարին ձեզ հետ, մինչև նոր հանդիպում, լավ մնացեք։